ստեղծում է ևս մեկ կանաչ գոտի, Երևանը պաշտպանող, Երևանի մուտքի մոտ, աշտարակի ուրեմն խճուղուց դեպի Երևան մուտք գործող ճանապարհահատվածի այս լանջերի վրա, որը նույնպես ազատ հողատարածքներ են, նախատեսեցինք դրանց կանաչապատումը։ Սա այն ծրագրերից մեկն է, որը մենք խոստացել էինք, որ Երևանը պետք է ներառենք, շրջապատենք իր մուտքերով, կանաչ տարածքներով, մեծ նշանակություն ունի թե քամիների ուղղությունների համար եւ թե Երևանամերձ տարածքներից, հանքերից փոշու Երևան ներթափանցման դեմ պայքարի մեծ միջոցներ են սրանք հանդիսանալու, Երևանը կանաչապատ օղակի մեջ վերցնելու ծրագրերի մի բաղադրիչներից մեկն է, որը այսօր իրականացնում ենք ցավոք անձրևային պայմաններում։ Ուրեմն առաջին շարքով կատարվա սովորական հասուն 10 տարեկան ծառեր, երկրորդ շարքով հացենիներ են, երրորդ, չորրորդ, հինգերորդ շարքերով կատարվա գնդաձև, իսկ միջնամասում ուրեմն արդեն մոտ 20 մետրի վրա, այսպես ծաղկի նման, մեջտեղի կլոր հատվածում տնկվելու են պտղատու ծառատեսակներ, դա մեր անտառագետներն են ցուցել, այդ սխեմաներով է ուրեմն կատարվում այստեղի տունկը, հարկ եմ համարում նշել, որ նաև այս կլոր հատվածների դիմացի քարքարոտ ժայռային հատվածներում նույնպես իրականացվելու է տունկ, այդտեղ հաշվի առնելով լանջի թեքությունները տնկվելու են գիհի կազակական տեսակներ, որտեղ մենք իրականացնում ենք տունկ, թեկուզ ցփի, էլ չասեմ ծառի, այդտեղ անպայման նախապես անցկացվում է ոռոգման համակարգ եւ կարծում եմ թե տնկանյութը, թե գրագետ անտառագետների կողմից տված ցուցումները եւ թե ոռոգման համակարգն է, որ բերում է կպչողականության նման բարձր տոկոսների։